քիչ առաջ ինձ զանգահարել է Վրաստանի գյուղատնտեսության նախարարը եւ ասաց, որ 49 մեքենա խոստացավ 49 մեքենա այսօր բաց թողել։ Եվ այսինքն խնդիրը դեռ հստակեցված չի Երևանի համար, թե ինչ է անում վրացական կողմը։ Ոչ, որովհետեւ այն ինչ որ արվում է, որևէ փորձ աշխարհում նման բան չկա։ Եվ Իրանի ուղղությամբ կներեք, արդյոք այս ընթացքում այն ապրանքները, որոնք Իրան էին գնում կամ Իրանի տարածքով այլ երկիր հոսք նվազել է եւ ներկրումների հետ կապված ինչ կասեք։ Այո, նվազել է եւ շատ տնտեսվարողներ խուսափում են Բանդարաբաս նավահանգստից իրենց բեռները անել, այնտեղ տեղակայված է, ոմանք ինչ որ չափ առաջ են գալիս, հետո կանգնում են, սպասում են զարգացումներին, օրվա տարբեր ժամերի, այսինքն խնդիր կա։ Օրինակ ինչ ապրանքներ Հայաստան հիմա չեն մտնում Իրանից, որ շահմատն։ Տարբեր հագուստ, տնտեսական ապրանքներ, խաղալիքներ, մեքենասարքավորումներ եւ այլ ապրանքներ, որոնք որ շատ հաճախ ասիական երկրներից են գալիս, օրինակ Չինաստան, Հնդկաստան։ Դա ինչ խնդիրներ կառաջացնի։ Այս բանը որևէ խնդիր մենք չունենք, բայց բնականաբար երկարաժամկետում, եթե այսպես պահպանվի, ինչ-որ լուծումներ պետք է փնտրենք։ Սցենարներ մշակվել են, օրինակ, եթե պատերազմը շարունակվի, ամիսներ շարունակվի, դա ինչ տնտեսական հետևանքներ կարող է ունենալ եւ այդ հետևանքները վերացնելու համար կառավարությունը ունի։ Ես ունի իհարկե, բայց ես հույս ունեմ, որ այնուամենայնիվ կոնֆլիկտը կհանգուցալուծվի, որովհետեւ այս պայծրությամբ այսպես ասած այնուամենայնիվ տնտեսական կյանքը կանգնած չէ Իրանում եւ այնուամենայնիվ որոշ տնտեսվարողներ իրենց բեռնափոխադրումները անում են։ Այլընտրանքային ուղիներ, Դե որոշ տնտեսվարողներ փոթիով են փորձում վերադառնալ եւ բերել, այսինքն ծախսերը բնականաբար ավելանում է տնտեսվարողի այդպես, այսինքն լուծման, ընտրության, բիզնես ռիսկի գնալու հարցեր կան։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։